Պարոն Վարդևանյան, թույլ տվեք նկատել, ձեր քաղաքական հետագիծը ուղղակի հատում է երևակայության բոլոր սահմանները։ Մեկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աշխատում եք վարչապետի օգնական։ Հետո հայտնվում եք Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքում։ Հիմա հայտնվել եք Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան դաշինքում։ Ինչ որ մոտս կասկածներ կան, որ փոքրիկ հնարավորության դեպքում, ինչու՞ չէ, նաև ձեռքից բաց չեք թողնի հնարավորությունը, եթե լինի մի փոքր լավ առաջարկ, հայտնվել նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում։ Բայց վստահեցնում եմ ձեզ, այդ հաճույքը մենք ձեզ չենք պարգևի։ Հիմա ինչ վերաբերվում է հարցին, 3 դալիճում, այս դալիճում իմ գործընկերներից մեկի կողմից փորձ արվեց ձեր խմբակցությանը փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն, միջազգայինորեն ճանաչված սահմաններով քարտեզը։ Սակայն մերժում ստացավ գործընկերս, ձեր խմբակցությունը չվերցրեց այդ քարտեզը։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Դուք մի կողմից մերժում եք այդ քարտեզը չեք վերցնում, մյուս կողմից եկել եք, փորձում եք առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ, նստել այդ ամբիոնում, որտեղ ուղիղ ձեր գլխավերևում տիպիկ նույն քարտեզը մի փոքր ուրիշ մասշտաբներով փակցված է։ Հիմա խնդրում եմ պատասխանել, որն է ձեր խմբակցության խնդիրը Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ։ Նախ 2018 թվականին ձեր գործընկերներից մեկը նույնիսկ այն շարժումը, որը մեկնարկել էր 18 թվականի գարնանը դիտարկեց, որ նաև ուղղված էր ինձ մերժելուն։ Ասեմ ավելին, ես երբևէ դրական մոտեցում ձեր կուսակցության նկատմամբ չեմ ունեցել, այսպես ձևակերպեմ։ Արդյոք ունեցել եմ քաղաքական, չգիտեմ ինչ կերպ ձևակերպեցիք, դիմագիծ եւ այլն։ Մեր հայրենակիցները իրենց գնահատականը կտան։ Ասեմ ավելին, տվել են որոշակի առումով։ Ես օրինակ նախընտրական քարոզարշավի ընթացքում երբևէ որևէ մեր հայրենակցից նման մտահոգություն չեմ լսել։ Mä ուզում եմ հասկանամ ձեր մտահոգությունը ո՞րն է։ Ընդհանրապես դուք այս հարցը տալով ինչ եք ուզում։ Ես հասկանում եմ, երևի ինչ որ մտահոգություն ունեք, որ երևի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ընտրած մեր հայրենակիցները, չգիտեմ, որոշելու են ընտրել մեր ուժին, դրա համար եք անհանգիստ, չեմ հասկանում, այսինքն դրանով հիշատակելով ի՞նչն է ձեր անհանգստությունը։ Երկրորդը, քարտեզի հետ կապված։ Այն քարտեզը, որը ուզում էին 3 Նարեկ Կարապետյանին փոխանցեին, դա ձեր կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում օգտագործվող քարտեզն է։ Հիմա ես էլ մի հարց հնչեցնեմ։ Դուք ինչ խնդիր ունեք Հայաստանի քարտեզի հետ, որ դա օգտագործում եք նախընտրական քարոզչության նպատակով։ Քարտեզը քարոզչական հնարք է։